Պարոն Սարգսյան, Իսրայել-Իրան հակամարտության համատեքստում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը որքանով է ադեկվատ ստեղծված իրավիճակին եւ ստացվել է, որ մեր տարածաշրջանում ազդեցությունը Ռուսաստանի թույլատրել էր, հիմա էլ արդեն Իրանին է թույլանում, ակնհայտ է, նորից եմ ուզում կրկնել այդ հանգամանքը, որ Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանում մեծանում է։ Հայաստանն ում վրա հույս դնի, այսպես պրիմիտիվ ահանջում, բայց ամեն դեպքում Շատ բարդ հարց է, որ ում վրա հույս դնի, ինքը իր վրա էլ չի կարող հույս դնել, որովհետև մենք այն իրավիճակում չենք հայտնվել 18 թվականից հետո, որ ինչ-որ մեկի վրա հույս դնենք, այդ թվում նաև մեզ վրա հույս դնենք, բայց ամենայն դեպս Հայաստանը կարծում եմ պարտավոր էր ռազմավարական մի դաշնակցին թողնելուց կամ հրաժարվելուց կամ ինչ որ այլ, չեմ ուզում անունը դնենք, թե ինչ եղավ, Հայաստանը պարտավոր էր այլ ռազմավարական գործընկեր կամ դաշնակից գտնել, որպեսզի կարողանար իր ամենակարևոր խնդիրները լուծել եւ անվտանգության տեսանկյունից եւ նաեւ տնտեսական տեսանկյունից, դիվերսիֆիկացման տեսանկյունից Հայաստանը ռազմավարական դաշնակից չունի այսօր, դե ֆակտո չունի։ Իհարկե թղթի վրա դա այդպես է, Ռուսաստանը շարունակում է Հայաստան ռազմավարական դաշնակիցը մնալ, բայց երկկողմ հարաբերությունները մակարդակի վրա չեն, որպեսզի դրանք կարողանաս կոչել ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, իսկ սա կարծում եմ շատ լուրջ մարտահրավեր